Գիտեք, սա նախ շատ ցավալի իրողություն է տեղի ունենում եւ պետք է մենք բոլորս էլ հստակ փաստենք, որ այս ամենը տեղի չէր ունենա, եթե Նիկոլ Փաշինյանի հերթական սադրանքը չլիներ, որովհետեւ ինչ տեղի ունեցավ, ըստ էության բոլորս էլ գիտենք, իրողությունը տեղի ունեցել մարդկանց աչքի առջև, ըստ էության ինչ եղավ, մարդիկ գնացել էին Ծաղկազարդի Սուրբ Պատարագին մասնակցելու, իրենց համար մասնակցում են պատարագին եւ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ խայտարակ պահվածք դրսևորեց, ուղղակի ներխուժեց եկեղեցի, բոլորին բրդելով, բոլորին մի կողմ քաշելով գնաց եւ ըստ էության սադրեց այս իրավիճակը եւ պետք է փաստենք, որ այս ինչ որ տեղի ունենում շատ ամոթ է եւ երբ տղամարդը 50 տարեկան, առավել եւս Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը նման վերաբերմունք է դրսևորում, նրան նման սադրանքների է գնում, դա անընդունելի է եւ դա բացարձակապես կապ չունի որևիցե մի քաղաքական իրողությունների հետ, սա ընդհանրապես բարոյականության հարց է եւ առավել եւս հաշվի առնելով նաեւ որ ներգրաված անձինք երեխաներ են, ովքեր բացարձակապես ոչ մի բան չեն արել եւ ընդհանրապես զոհ են գնացել Փաշինյանի հերթական մանիպուլյացիային եւ սադրանքին, ես պետք է ասեմ, որ բոլոր քաղաքական ուժերը, բոլոր հասարակական դերակատարները պետք է միանշանակ դատապարտեն այն ֆարսը, որը տեղի ունենում այստեղ եւ պետք է իրենց ուժերի ներածին չափով պայքարեն, որպեսզի կալանք չտրվի երիտասարդներին, որպեսզի նրանք կարողանան շարունակել իրենց կյանքը, բիծ եւ հետք չմնա նրանց կենսագրության վրա եւ եւս մեկ անգամ բոլորը պետք է շեշտեն, որ սա ընդհանրապես Փաշինյանի հերթական շոուն է, Փաշինյանի հերթական սադրանքն է, որին մենք ականատես ենք եղել նախկինում եւ ցավոք սրտի, քանի դեռ այս մարդիկ իշխանության են, մենք ականատես ենք լինելու միջև վերջ, միջև այս մարդկանց իշխանության մնալը։ Ուզարկությամբ որևէ փաստ հիմք չեն հայտնաբերել, որպեսզի թեկուզ զորով այսպես հնարովի կապեն Գևորգ Գևորգյանի հետ։ Ամեն դեպքում Գևորգ Գևորգյանը այդ եկեղեցու հավատացյալներից է, ես էլ այդ եկեղեցու հավատացյալներից եմ եւ մշտապես տեսնում այդ մարդկանց այնտեղ։ Հիմա իրար հետ կապ չունեցող մարդկանց միևնույն է նույն մեղադրանքը, որով որ հոդվածը, որով բերման է ենթարկել, դրանով փաստորեն մեղադրանք առաջադրեցին։ Ինչ եք կարծում, կկարողանան ի վերջո սա դատարանում անցկացնել այս մեղադրանքը, չկա որևէ փաստական հանգամանք տվյալ։ Գիտեք, մի կողմից դուք ճիշտ նշեցիք, որևիցե մի փաստ գոյություն չունի եւ ըստ էության համ Գևորգյանը, համ երիտասարդները միասին ուղղակի չէին, եկել էին եկեղեցի բոլորը, ինչպես հարյուրավոր մարդիկ, հիմա կարելի է նույն հաջողությամբ ասել, որ եկեղեցու մնացած հավատացյալներն էին Գևորգյանի հետ, բայց փաստը մնում է փաստ։ Գևորգյանը անձամբ ոչինչ չի արել, տեսախցիկների առջև հստակ էր մեր, որ ուղղակի այնտեղ կանգնած է, իսկ ինչ վերաբերում է երիտասարդներին, գիտեք ոնց, ես չեմ ընդունի երբեք ու իմ կարծիքով ոչ մի բանական եւ ողջամիտ մարդ չի ընդունի, որ այս երիտասարդները ինչ որ հատուկ եկել էին եկեղեցի, որպեսզի Փաշինյանի դեմ ինչ որ բռնություն գործածեին, առավել եւս որ այսպես ասած Փաշինյանի սա հերթական այցը չէր եկեղեցի, նա ուղղակի ընդհանրապես անցնում էր այդտեղով մտավ բնական է սադրանքի նպատակով, որովհետև ամենասկզբում դուք հիշում եք, նա մոտիկացավ, տեսավ, որ մտնելու տեղ չկա, հավատացյալները շատ են, բոլոր նորմալ մարդիկ ինչ կանեին, կկանգնեին, իրենց համար պատարագը կլսեին, կաղոթեին, թողեին, կգնային։ Իսկ ինչ արեց Փաշինյանը իր շքախմբով, անվտանգության աշխատակիցներով, մարդկանց բրդելով շարժվեց առաջ, բնականաբար տհաճություն եւ խանգարեց պատարագը, այսպես ասած, դե մարդիկ էլ բնականաբար իրենց կարծիքը արտահայտեցին, նորմալ է որ արտահայտեցին, Փաշինյանի փոխարեն ով է լիներ եւ նման պահված ցուցաբերեր եկեղեցում, պարզ է, որ դրանից բխելու էր մարդկանց անհամաձայնությունը, դժգոհությունը։ Հիմա ինչ վերաբերվում է նրան, որ արդյոք նրանք կկարողանան դատարանում այս ամենը հաստատել, ճիշտ է, փաստեր չկան, բայց հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի օրոք դատական համակարգի վիճակը եւ հաշվի առնելով, որ ըստ էության Հայաստանում այսօր չկա արդարադատություն, այլ կա ընդհանրապես մեկ մարդու պահանջ եւ մեկ մարդու որոշումների ընդունում, ես կարծում եմ ինչ ուզենան այնե կանեն, սենց ասեմ հարգելի լրագրողներ։ Ինչին է պետք Փաշինյանին։ Փաշինյանը նախընտրական շրջանում երկու աշակերտի, այն էլ բախները չբերեց, համ բժշկի ընտանիք էր։ Մյուս կողմից այդքան լուրջ առաջադիմությամբ փայլող երեխաներ երկու դպրոցում եւ երեխաների ընկերներն էին նույնիսկ, ասենք, մի քանի գլուխ բարձր շատ շատերից։ Հիմա այս իրավիճակում ինչ էֆեկտ ստացավ Փաշինյանը, եթե նախընտրականում սկսում են ամենուր քննարկել իր բռնապետության մասին,
քննարկում են, թե ինչպես ինքը գնաց սադրանքի այն եկեղեցուն, որտեղ ընդամենը 2 ամիս առաջ չկարողացավ ներս մտնել։ Քահանաները դռները փակել էին դպիրների եւ սակավագներ առանձնացել էին, որպեսզի չհաղորդակցվեն Նիկոլ Փաշինյանի հետ։ Դե նախ Փաշինյանը բոլորս գիտենք, որ շատ քինախնդիր եւ հիշաչար մարդ է եւ ցանկացած նմանատիպ քայլ իր հանդեպ ինքը հիշում է եւ փորձում է հնարավորան դեպքում այսպես ասած մուր հանել մարդկանցից, իսկ ինչ վերաբերվում է իմաստին, գիտեք ոնց Փաշինյանի գործողությունների մեջ շատ հաճախ առաջին հայացքից իմաստ չկա, օրինակ նույն մետրոյում մեր հայրենակցու վրա հարձակվելը կամ այդ շատ բավականին կռեհիկ ձևով այդ ժինգյալով հաց ուտելու պատմությունը։ Ես կարծում եմ, որ Փաշինյանը ընդհանրապես լուծում է մի խնդիր, իր այս սենսացիոն եւ անընդունելի պահվածքով ընդամենը փորձում է մնա տեղեկատվական մեյնսթրիմում, որովհետեւ նա հստակ հասկանում է, որ քաղաքականապես առաջարկելու բան չունի, արդեն քաղաքականությունը եւ քաղաքական խոսույթը Նիկոլ Փաշինյանի բացարձակապես սպառվել է, արդեն անցել է բացահայտ սպառնալիքի եւ շանտաժի պատերազմով է նույնիսկ սպառնում հայ ժողովրդին եւ եթե մարդիկ չունեն քաղաքական խոսույթ, եթե մարդիկ չունեն որևիցե մի առաջարկ հանրությանը, նրանք պետք է գնան էժանագին մանիպուլյացիաների, էժանագին ինչ-որ շոուների, գիտեք ոնց հնարավոր է եւ Նիկոլ Փաշինյանը հույսը դրել է նմանատիպ բաների վրա։ Խոսալու այսպես ասած իմաստ չկա, որովհետեւ ամեն ինչն է դատական համակարգում արդեն վատ նախադեպ։ Մենք առաջին անգամը չի, որ առերեսվում ենք նման սանձերցակության եւ կոպիտ բառ ասեմ բեսպրեդելի հետ դատական համակարգի։ Հիմա գիտեք ոնց պաշտպաններին ներս չթողելը դա եւս մեկ անգամ այդ անհարգանքի ժողովրդի վրա թքած ունենալու եւ բռնապետական կարգեր հաստատելու փորձ է Փաշինյանի կողմից։ Ընդհանրապես ուզում եմ մարդկանց ահաբեկի եւ կարծում եմ, որ նա արդեն իսկ հասկացել է, որ չի ստացվում, կապում ձեռները գցում է փրփուրներից, փորձում է ամեն կերպ մարդկանց ահաբեկի, վիրավորի, նեղացնի, որպեսզի մարդիկ ուղղակի չգնան ընտրությունների, թքած ունենան ընտրությունների գործընթացի վրա եւ նա իր փոքր, բայց շատ կուռ էլեկտորատով կարողանա վերարտադրվել։ Հիմա օգտվելով առիթից ես կուզենայի մեր ժողովրդին, մեր հայրենակիցներին հստակ ասել, որ ծիրելի հայրենակիցներ, Նիկոլ Փաշինյանի եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության ամենաթողությունը եւ լկտիությունը շարունակելու է այնքան ժամանակ, մինչեւ այս մարդիկ իշխանության են, մինչդեռ այս մարդիկ իշխանության են եւ միակ տարբերակը այս պահին միակ տարբերակը կանգնեցնել Նիկոլ Փաշինյանին, դա մասնակցել ընտրություններին, բոլորս անխտիր պետք է մասնակցենք ընտրությունների, մեր վճռական ոչը ասենք այս խմբակին եւ փորձենք մեր հայրենիքի ապագան փրկել եւ մեր հայրենիքի գահավիժումը դադարեցնել։ Սա է մեր հասարակությունից պահանջվող ամենաառաջին քայլը։ Ամեն պարագայում, ցանկացած պարագայում գնալ եւ մասնակցել ընտրությունների։ Սա առաջին քայլն է Նիկոլին կանգնեցնելու համար։ Եթե այդ ոչը չասեն, ապա ինչ կլինի։ Ինչպես եք պատկերացնում հետագա պայքարը։ Դե, գիտեք, ինչպես ենք պատկերացնում հետագա պայքարը, մենք հիմա մեթոդիկայի եւ մանրուքների մեջ ընկղմվելու կարիք կարծիքով այստեղ չկա, առավել եւս որ պատճառը այլ է մեր այսօր այստեղ գտնվելու, բայց պայքարը շարունակելու ենք միանշանակ։ Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի կարողանանք հեռացնել այս մարդկանց, այս պատուհասիներին հեռացնել երկրի ղեկից եւ բնականաբար բոլոր այն մարդիկ, ովքեր այս տարիների ընթացքում վճռականորեն զրկանքներ կրելով պայքարել են, շարունակելու են պայքարել եւ Փաշինյանը եւ իր խումբը ոչ մի պարագայում չի կարող վախեցնել եւ ահաբեկել իրական ընդդիմադիրներին։ Փաստացի այս իրավիճակում մեզ հարազատները գրում են, որ մենք ուզում ենք խոսել, նույնիսկ մանկավարժեր են մեզ դիմել, ինձ թվում է լրագրողներից շատերին են գրել, որ ուզում են խոսել Դավիթի եւ Միքայելի մասին, այդ ձեր ասած վախը զգում են։ Վախը զգում են ոչ միայն այն պատճառով, որ կսկսեն հետապնդել, ինչպես մեր գործընկերոջ մորն են հետապնդում, մեր գործընկերներին շատերին։ Նաև վախենում եմ, որ այս պահին նաև ձեր խոսքը չկարողանա ազդել քննության ընթացքի վրա։ Ասում են, հետո եթե մենք խոսենք post factum, որովհետև հիմա եթե խոսենք, հնարավոր է ավելի լարվեն մեր դեմ, ոչ միայն մեզ աշխատանքից հեռացան, այլ լարվեն մեր դեմ եւ այդ տղաներին ավելի ծանր վճիռ սպասվի։ Դե գիտեք ոնց կարելի ասել արդեն մաքսիմալ լարված են, սրանից այն կողմ լարվել ինչի մասին է խոսքը, մարդը մտնում է եկեղեցի։ Գժվել էին մեր ձևակերպումները, որ աշակերտներ են, օրինակ չթաքցրեցին քպական պատգամավորները, որ ինչ է նշանակում աշակերտ, նրանք 18-ը լրացած, բայց մենք մեղավոր չենք, որ ձեր համակարգով դպրոց են գնում 18 տարեկան են, նրանք
սպառումներ չեն, նրանք ընդհանրապես դպրոցական աշակերտներ։ Միանշանակ, գիտեք, սա բռնություն է եւ ռեպրեսիա է երեխաների հանդեպ մեծ հաշվով, որովհետեւ այս մի կարմիր գիծն էլ Փաշինյանը չէր հատել, հատեց, բայց ինչ վերաբերվում է վախին, ես կուզենայի հորդորել եւ խնդրել էլի մեր հայրենակիցներին, որ մի վախեցեք, որովհետեւ մենք, այսինքն մարդիկ, ովքեր համաձայն չեն Նիկոլ Փաշինյանի հետ, ավելի շատ են եւ շատ ավելի ուժեղ են, քան Փաշինյանը եւ իր ղեկավարած ռեժիմը, ուղղակի խնդիրը նրանում է, որ մենք գործում ենք առանձին, մարդիկ չեն արտահայտվում, մարդիկ չեն խոսում, հենց այսօր նայեք, այստեղ ինչա կատարվում, ինչի պետք է այստեղ չլինեին հարյուրավոր, հազարավոր մարդիկ, ուր են այն բոլոր մարդիկ, ովքեր հետևողականորեն տարիներ շարունակ պայքարել են Նիկոլ Փաշինյանի դեմ։ Խնդրեմ, եկեք ձեր ձայնը բարձրացրեք։ Որևէ ՀԿ տեսակ, որ երեխաների իրավունքներով է զբաղվում։ Հիշում եք, Հայաստանում կա այսպես կոչված քաղաքասարակություն, ասում են կա, եւ ուր են այդ քաղաքասարակության ներկայացուցիչները։ Քաղաքասարակության ներկայացուցիչները առավոտից երեկո թութակի նման կրկնում են Փաշինյանի պրոադրբեջանական թեզերը, ինչ որ գնում են Ադրբեջանի քաղաքասարակության հետ են հանդիպում, փորձում են մեծ հաշվով արևմտյան Ադրբեջան պրոյեկտը իրականացնել, բայց երբ գալիս է իրավիճակ, երբ երկրի ղեկավարը շատ բռի վերաբերմունք է ցուցաբերում կնոջ հանդեպ մետրոյում մանկահասակ երեխայի ներկայությամբ չեն արձագանքում, երբ դպրոցական երեխաներին նմանատիպ վերաբերմունք են արժանացնում չեն արձագանքում։ Հիմա սա որ դպրոցական երեխաներն էլ փորձեն ինչ-որ ֆլեշմոբերով կամ ինչ-որ բաներով։ Գիտեք, դա ես չեմ ուզում հաշվի առնելով մեր քաղաքականությամբ զբաղվելու հանգամանքը, չեմ ուզում ուղղորդեմ ոչ մեկին եւ չեմ ուզում հավելյալ մանիպուլյացիաների առիթ տամ քաղաքացիական պայմանագրին։ Ես ուղղակի կարծում եմ, որ բոլոր մարդիկ, ովքեր հաշտ չեն այս իրավիճակի հետ, պետք է իրենց ձայնը բարձրացնեն, բնականաբար պետք է խոսեն, պետք է դատապարտեն, պետք է իր աջակցությունը հայտնեն տղաների եւ տղաների ընտանիքին։